Փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ողջունեք Սուրբ Հոգուն այստեղը։ Հալելույա։ Նա այստեղ է, ամեն։ Հալելույա։ Հիսուսն ասեց լավ է, որ ես գնում եմ։ Նայեք ինչ ասեց Հիսուսը։ Նա գնաց եւ նստեց Հոր աջ կողմը։ Ասեց երբ որ եթե ես չգնամ, այս Սուրբ Հոգին, որ այսօր եկեղեցում է, նա չի գա։ Եվ փառք Աստծո, որ Հիսուսը գնաց եւ նրա փոխարեն ուղարկեց մի ուրիշ մխիթարիչ, որը որ մխիթարում է մեզ, որը որ առաջնորդում է մեզ, որը որ մեզ խրատում է, որը որ մեզ սովորեցնում է, որը որ ապրում է մեր մեջ։ Ես ուզում եմ, որ մեկի ասեք, Սուրբ Հոգին ապրում է քո մեջ։ Ոչ թե հանգչում է քո վրա միայն, նա ապրում է քո մեջ։ Ես այսօր ուզում եմ նրա ապրելակերպից խոսեմ։ Ես այսօր ուզում եմ, որ մենք ծարավ ապրենք, նորոգում ապրենք Սուրբ Հոգու, որովհետև նա երկրիս վրա պատրաստում է քեզ հարս եկեղեցի։ Նա այսօր պատրաստում է քեզ ու ինձ սովորեցնելով, առաջնորդելով, որպեսզի մենք կարողանանք վայել լինենք, արժանավայել լինենք մեր փեսային երկնքում Հիսուսին։ Ամեն։ Ալելույա։ Ես ուզում եմ միտեղ, այսինքն էդի կարդալ էլ պետք չի, մենք միշտ ասում ենք դա 2-րդ Կորինթացիներ 13:13-ը։ Մենք ամեն անգամ, ամեն շաբաթ օրը սա ասում ենք վերջում։ Բայց ես ուզում եմ հիմա սկզբում ասեմ։ Պողոս առաքյալը այսպես էր աղոթում եւ օրհնում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը, ինչ եւ Սուրբ Հոգու հաղորդությունը։ Ես ուզում եմ խոսել հաղորդությունից Սուրբ Հոգու, որովհետեւ Սուրբ Հոգին ապրում է, բնակվում է քո մեջ։ Նա բնակվում է քո մեջ, նա քո մեջ ապրում է, նա քո մեջ շնչում է, նա քո մեջից խոսում է, նա քեզ քո մեջ սովորեցնում է, եւ դու նրա ձայնը լսում ես քո մեջ։ Ամեն։ Շատերը հարցնում են, բա ոնց մենք Հիսուսի անունով գրված է խոսքը, ինչը խնդրեք իմ անունով Հորից ձեզ կտրվեն, դա շատ ճիշտ է, բա ոնց ասում են մենք խոնարհվենք Սուրբ Հոգուն, բա ոնց, գիտեք ինչ, նրանք երեքն էլ հավասարազոր են, նրանք գործում են միասին, նրանք անջատված չեն։ Հիսուսն ասեց, որ նա ինչ որ կլսի, ինձանից ձեզ կտա։ Գիտեք, այն աղոթքները, որ դուք անում եք Հիսուսի անունով, Հորից խնդրելով, ես ես մի բան եմ ուզում ասեմ, դա շատ լավ է, այդ աղոթքները բարձրացնողը երկինք Սուրբ Հոգին է։ Միշտ խնդրեք Հիսուսի անունով Հորից, բայց նա բարձրացնում է երկինք։ Երկինք հանողը եւ երկնքից բերողը դա Սուրբ Հոգին է։ Չմոռանաք այդ մասին, որ նա Աստված է, որ նա անձնավորություն է, որ նա իրոք մեր Տերն է։ Այսօր եղբայրը մի բան ասեց սկզբից, երբ որ մենք ծառայողականում աղոթում ենք, ասեց Սուրբ Հոգին Տեր է։ Ամեն։ Ես ուզում եմ, որ դու ասես Սուրբ Հոգին Տեր է։ Սուրբ Հոգին Աստված է։ Իրոք Սուրբ Հոգին Տեր է եւ նա ուզում է։ Գիտեք, հայրն էլ որդին էլ շատ ուզում են, որ դու ճանաչես Սուրբ Հոգուն, որ դու ունենաս փոխհարաբերություն Սուրբ Հոգու հետ, որ դու խորանաս Սուրբ Հոգու մեջ, որովհետև եթե Սուրբ Հոգին չտրվեր քեզ երկրիս վրա, դու Աստծո խոսքը չէիր հասկանա։ Նա կլիներ քեզ համար միայն կրոնավոր խոսք։ Նա չէր կենթանանա քո համար, նա չէր գա քո հավատքի մեջ, նա չէր գա քո ներսի հայտնությունների մեջ, եւ դու չէիր տեսնի քո հավատքի պատասխանը։ Սուրբ Հոգին կենթանացնում է Աստծո խոսքը։ Աստծո խոսքն ասում է, գիրը սպանում է, նա քո համար կլներ միայն գիր, եթե Սուրբ Հոգին չգար, եթե չբնակվեր քո մեջ,
Հասկանում եք հիմա ինչ մեծ արժանապատվություն է մեր համար, որ Սուրբ Հոգին մեր մեջ բնակվում է։ Հաճախ մենք դա չենք հիշում։ Ես մեկ անգամ քարոզում էի Սուրբ Հոգու համար, մի կին մոտեցավ ինձ, այդ կինը մեծ հեղինակություն ուներ իմ համար։ Ես միշտ ասում եմ, ինչ լավ Աստծո խոսքը գիտի Տեր Աստված։ Այս ինչ լավ ինքը իրոք, ինքը շատ լավ կրոնավոր կարդացած կին էր։ Ու ինքը շատ լավ, շատ անգամ գիտեր ինձանից ու քեզանից լավ Աստծո խոսքը։ Ես մեկ օր ծառայում եմ եւ ասեցի Սուրբ Հոգուց էի խոսում։ Ես ասեցի, որ մենք պետք է խոնարհվենք Սուրբ Հոգուն։ Մենք պետք է ճանաչենք։ Մենք պետք է մեր սիրտը բացենք Սուրբ Հոգու առջև։ Նա մոտեցավ ինձ ծառայությունից հետո, Ռուզաննա ասեց, դուք մի սխալ եք այստեղ թույլ տվել։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, ես ասեցի ինչ սխալ։ Նա ասաց, դուք սխալ ասեցիք, որ մենք պետք է խոնարհվենք Սուրբ Հոգուն։ Ես նայեցի այդ կնոջը, ես ասեցի, քույրիկ, իսկ ինչ եք կարծում, Տեր Աստվածը եւ Հիսուսը նրանք առանձին են Սուրբ Հոգուց։ Նա ասեց, ոչ, բայց մենք իրավունք չունենք խոնարհվելու։ Ես այդտեղից հասկացա, որ այս կինը կրոնավոր ձևով է ճանաչում, ասում նա Սուրբ Հոգուն չերել ճանաչում։ Գիտեք, մենք պետք է խոնարհվենք Սուրբ Հոգու առջև, երկրպագենք Սուրբ Հոգուն։ Մենք պետք է շատ աղոթքներ անենք Սուրբ Հոգուն, ասենք սիրելի Սուրբ Հոգի, ընդլայնի մեր հասկացողությունը ներսից հասկանալու քեզ, խորանալու քո մեջ, ճանաչելու քեզ, իմանալու քո առաջնորդությունը մեր կյանքում, որովհետև առանց Սուրբ Հոգու ոչ մի բան չի լինի մեր կյանքում։ Ամեն, դուք համաձայն եք։ Դուք համաձայն եք, որ մենք խոնարհվենք Սուրբ Հոգուն։ Գիտեք ինչի համար նա Աստված է։ Հիսուսն ասեց իմ նման մխիթարիչ, մի ուրիշ կգա ձեր մոտ ու կապրի ձեր մեջ։ Մենք չպետք է այսօր ապրենք նշաններով։ Այդ նշանները մեզ կխախտեն ու կխանգարեն Սուրբ Հոգու առաջնորդությունը ճիշտ հասկանալու համար։ Ոմանք այսօր ուզում են ապրեն նշաններով։ Գիտեք, շատ մեծ շփոթություն կգա մեր մեջ, երբ որ մենք միայն նշաններով, տեսիլքներով, երազներով, ոչ, Սուրբ Հոգին նրա համար է, որ քեզ եւ ինձ առաջնորդի ամեն կյանքի ճշմարտության մեջ։ Նրա համար, որպեսզի Սուրբ Հոգուց ստանաս, հասկանաս, առաջնորդվես, դու պետք է ճանաչես Սուրբ Հոգուն։ Ամեն։ Դու անպայման պետք է ճանաչես Սուրբ Հոգուն։ Եվ ես քեզ մի բան եմ ասում, դա դժվար չի։ Հենց ինքը Սուրբ Հոգին իրեն ճանաչեցնել կտա, եթե մենք անենք ճիշտ քայլեր։ Ամեն։ Ալելույա։ Գիտեք, ես երբ որ բացում ես ամբողջ գործ կառաքելոցը, դա Սուրբ Հոգու աշխատանքն է։ Սկզբից մինչև վերջ։ Սուրբ Հոգին աշխատում է, Սուրբ Հոգին գործում է, Սուրբ Հոգին խոսում է, Սուրբ Հոգին կանգնացնում է, Սուրբ Հոգին արգելակում է, Սուրբ Հոգին հանդիմանում է։ Գիտեք, դա շատ կարևոր բան է, երբ որ իրոք մենք ճանաչենք Սուրբ Հոգու գործը։ Ես մի հատ հարց տվեցի Տիրոջը, բա ինչի համար Սուրբ Հոգին այն ժամանակ խոսում էր, դու ասում էիր առանձնացրու Պողոսին եւ Բարնաբասին, Սուրբ Հոգին ասեց, առանձնացրու Պողոսին եւ Բարնաբասին ծառայության համար, բա ինչի, Սուրբ Հոգին արգելակում էր, Սուրբ Հոգին ամեն բան անում էր, ինչի համար։ Եվ գիտեք իմ հոգու մեջ ինչ եկավ, ես ինչ լսեցի, որովհետեւ այն ժամանակ մարդիկ շատ շփվում էին Սուրբ Հոգու հետ։ Ինչի համար էր Սուրբ Հոգին կարողանում խոսել, մենք մի հատ երգ ունենք, թույլ տուր Սուրբ Հոգուն, որ գործի քո կյանքում, ինչի համար, որովհետև դու թույլ ես տալի, իսկ ոնց կարելի է թույլ տալ, որ Սուրբ Հոգին գործի իմ կյանքում, փնտրել, խորանալ, երկրպագել, ունենալ փոխհարաբերություն Սուրբ Հոգու հետ, որովհետև նա կենդանի է, ամեն, հալելույա։ Ադամն ու Եվան, հետարքիր է, չէ, Աստված ասես չուտեք այս պտղից, որ չմեռնեք, բայց իրանք կերան, լավ էլ չմեռան, լավ էլ ստեղծեցին,
լավ էլ իրանցից սկիզբ առավ մարդկությունը, իրանք չմեռան, ապրեցին, իրանց համար իրանց քրտինքով աշխատեցին, կերան, հագեցան, բայց Աստված ասեց, որ չմեռնեք։ Ինչը մեռավ իրանց մեջ։ Իրանք ֆիզիկական չմեռան, իրանց հոգևոր կյանքը մեռավ իրենց մեջ։ Եվ այսօր Աստված ուզում է, որ մենք իրոք հասկանանք, լսենք, շարժվենք, որպեսզի մեր հոգևոր կյանքը փառքից փառք գնա եւ հավատքից հավատք։ Ամեն։ Ալելույա։ Եվ այսպես ես ուզում եմ, որ դու այս քարոզի ընթացքում հաստատվես, որ նրա հոգին ապրում է քո մեջ։ Գիտես, եթե մենք սա վերցնենք գաղափարապես, կասենք, բայց նրա հոգին շատ մեծ է, շատ ահռելի է, զորավոր է, ոնց կարող է այդ մեծ հոգին ապրի իմ մեջ։ Աստված դրեց իր հոգուն մեր հոգու մեջ եւ նա ապրում է մեր մեջ։ Ամեն։ Ալելույա։ Եկեք կարդանք Եզիկել, այսօր գիտեք ինչ հետաքրքիր օրեր, այն ինչը որ պետքա քարոզեի, համ փառաբանության խումբն էր ասում, համ մեր եղբայրն էր ստեղից քարոզում, փառք ասու։ Գիտեմ, որ դա Աստված հաստատում է իր խոսքը, որ իրոք ինձանից է, որ դուք երկրպագեք Սուրբ Հոգուն։ Օրինակ մի հատ sense փոքր հարց։ Ով է տունը աղոթում, ենթադրենք աղոթում ենք, երգում ենք, փառաբանում ենք, չէ՞։ Ամենաշատը մենք ասում ենք, որ Տեր, փառավորում ենք քեզ, սիրելի Աստված, սիրելի Հիսուս, բա Սուրբ Հոգու անունը, բա ինքը։ Չէ՞, ամեն Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, նայեք, նույնիսկ Աստվածաշունչն է տենց ասում, փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Մենք չպետք է մոռանանք Սուրբ Հոգու աստվածությունը մեր կյանքում, որ նա Աստված է, որ նա մեր մեջ է ապրում, որ նա ուզում է, որ մենք շփվենք իրար հետ, որովհետև նա ընկեր է մեր կյանքում, նա օգնական է մեր կյանքում, նա մխիթարիչ է մեր կյանքում, նա մեզ ճանապարհ ցույց տվողն է մեր կյանքում, նա մեզ սովորացնող է, նա մեզ կրթողն է, նա մեր ուսուցիչն է։ Ամեն։ Փառք լինի իրան, այո, որպեսզի մենք կարողանանք սիրելի Սուրբ Հոգի։ Ես խնդրում եմ քեզ, որ դու ինձ ցույց տաս, սիրելի Սուրբ Հոգի։ Ես խնդրում եմ քեզ, որ դու ինձ բացես Աստվածաշունչը, սիրելի Սուրբ Հոգի։ Ես խնդրում եմ, որ դու ինձ բացես խորություններ, այն ինչը որ ես չգիտեմ, սիրելի Սուրբ Հոգի։ Ես խնդրում եմ, որ դու բացես Հիսուսի էությունը իմ կյանքում, զորությունը։ Ես խնդրում եմ, որ դու Հայր այս սուսերը բացես իմ կյանքում։ Նայեք ինչքան կարևոր են այս աղոթքները։ Ես ինչ եմ սենց փոքր բաներից, որպեսզի մենք հասկանանք, դա շատ կարևորագույնություն ունի, որպեսզի հասկանում ես, երբ որ դու Սուրբ Հոգուն կանչում ես նրա անունը, Սուրբ Հոգու ներկայությունը գալիս է, այդտեղ, այդ վայրը, որտեղ որ դու կաս, նրա ներկայությամբ դու սկսում ես հասկանալ Հոր եւ Որդու խորհուրդը։ Ամեն։ Ես ուզում եմ, որ մենք իրոք, ես հարցրեցի եւ ասեցի, բա ինչի գործ կառաքելոցի մեջ այսպես շատ հաճախ դու խոսել ես, դու կանգնեցրել ես եւ իրանք հասկացել են, որ դու խոսում ես, դու ասում ես։ Գիտեք ինչ եկավ իմ սրտի մեջ, ես ասեցի, չէ, որ նրանք շատ շփվում էին ինձ հետ։ Ես ուզում եմ, որ դու դա հասկանաս։ Ինչի՞ց է գալի հասկանալու Սուրբ Հոգուն։ Նրանք շատ շփվում էին։ Լավ, хорошо, բա ինչի համար այժմյան հավատացյալները քիչ են լսում քո ձայնը։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասեմ, շատերը ճանաչում եք Սուրբ Հոգուն ստեղ։ Դա տենց չի, որ եկեղեցին չի ճանաչում, որովհետև դու վերստին ծնված ես, դու ճանաչում ես։ Լավ, բա ինչի ես չեմ լսում, կամ էլ հաճախ չեմ լսում Սուրբ Հոգու ձայնը։ Ինչի համար։ Որովհետև ծուլությունն ու հոգսը մարդուն բռնում է։ Պատճառն եմ ես ասում ինչն է։ Դա ծուլություն է եւ հոգսն է, որ մարդ մտնում է հոգսի տակ եւ ծուլանում է փնտրել Սուրբ Հոգուն։ Ամեն։ Փառք Աստծո։ Եվ այսպես Եզիկել։ Գիտեք, նոր կտակարանն ու հին կտակարանը ընդհանրապես տարբերվում են իրարից։ Հին կտակարանում չէր ասում, որ Սուրբ Հոգին ապրում էր մարդու մեջ։ Հին կտակարանում ասում է եւ հանգչեց նրա վրա։ Հին կտակարանում Սուրբ Հոգին գալիս էր ժամանակ առ ժամանակ
ում վրա որ ուզում էր հանգչեր, մարգարեները մարգարեանում էին, հրաշագործները հրաշքներ էին կատարում, բայց ժամանակ առ ժամանակ նա գալիս էր։ Նա այցելում էր Աբրահամին, Տերը այցելում էր իր հոգով Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Մովսեսին, Հեսուին, բայց նոր կտակարանում, նայեք ինչ առավելություն է Աստված այսօր տվել մեզ։ Սուրբ Հոգին ապրում է քո մեջ։ Աստուխոսն ասում է, որ մենք Սուրբ Հոգու տաճար ենք։ Մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, մեր ֆիզիկական մարմինը, գիտեք, չէ՞, հոգևոր մարմին չկա, որ ասեմ, հոգևոր մարմինը անտեսանելի չէ, կա հոգևոր հոգի։ Բայց մեր մարմնի մեջ նոր կտակարանում Սուրբ Հոգին ապրում է։ Ես ուզում եմ, որ դրա մասին դու խորես, որ Սուրբ Հոգին ապրում է քո մեջ ամեն տեղ։ Դու սուտ ես խոսում, Սուրբ Հոգին քո մեջ է։ Լսում եք ինչ եմ ասում։ Դու ճիշտ ես խոսում, Սուրբ Հոգին քո մեջ է։ Դու ինչ որ տեղ ես գնում, Սուրբ Հոգին քո մեջ է։ Դու ինչ որ բան ես անում, Սուրբ Հոգին քո մեջ է։ Աստուխոսն ասում է՝ մի նեղացրեք Սուրբ Հոգուն։ Լսում եք։ Նա կարա տրտմի եւ նա կարող է նեղանալ։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, երբ որ ես կարդում եմ այն թվերի մարդկանց կյանքը, ովքեր որ իրոք ծառայել են հոգով, ես միշտ նայում եմ ինչի համար ստացվել իրանց մոտ լավ ծառայություն, շատ լավ ծառայություն, եւ պարգևների ծառայություն, եւ խոսքի ծառայություն, եւ հրաշքների ծառայություն, ինչի համար։ Գիտեք, ում մասին որ կարդում եմ, այս անձնավորությունը մեծ խորություն է ունեցել Սուրբ Հոգու հետ։ Լսում եք։ Ու Սուրբ Հոգու միջոցով շատ նշաններ, հրաշքներ, բժշկություններ, ազատագրություններ, մեծ հարություններ, մեռելների, մեծ բաներ եղել, որտեղ նրանք ճանաչել են Սուրբ Հոգուն երկրպագության միջոցով եւ փոխհարաբերության միջոցով, որպեսզի մենք չմտածենք, բա ոնց, ինչի համար իրանց մոտ ստացվել է, քո մոտ էլ կստացվի։ Քո մոտ 100% կստացվի, որտեղ նա ապրում է քո մեջ։ Նայեք Կետրին Կուլման, ով է լսել Կետրին Կուլման։ Նա 70 թվականների ծառայող էր եւ շատ ուժեղ, շատ զորավոր ձևով այս կնոջ միջոցով Աստծո Հոգին աշխատում էր, շատ զորավոր ձևով։ Եվ կարող եմ ասել հազարավորներ են բժշկվել անբուժելի հիվանդություններից։ Եվ նրա ծառայության գաղտնիքը միայն նա էր, որ նա ճանաչում էր Սուրբ Հոգուն։ Երբ որ նա մահանում է, իր մոտիկ ընկերուհուն մի հատ հարց են տալիս։ Բա ինչի համար էր իր մոտ ստացվում այդ ամեն ինչը։ Եվ մոտիկ ընկերուհին մի բան է ասում, նա ճանաչում էր Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին վստահում էր նրան։ Նա ճանաչում էր եւ նա վստահում էր նրան։ Այսօր ես ուզում եմ, որ դու քո մեջ հարցեր տաս, ինչքանով ես դու շփվում Սուրբ Հոգու հետ։ Ինչքանով ես դու ուզում քո հոգևոր աստիճանը բարձրացնել Սուրբ Հոգուն հասկանալու համար։ Ինչքանով։ Սիրելի եկեղեցի, դուք իմ հետ եք։ Ամեն, ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Դրանք շատ կարևորագույն բաներ են։ Շատ կարևորագույն բաներ են, ամեն։ Նայեք Եզեկիելի գրքի մեջ ինչ հետաքրքիր բան է ասում։ Դա 36:26-ը։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ։ Նայեք, հին կտակարանում սա մարգարեացված է նոր կտակարանի համար։ Հասկացաք ոնց։ Աստված Իսրայելի ժողովրդի հետ էր, բայց նրանց մեջ չէր։ Բայց Աստված հիմա Աստծո Հոգին համ մեզ հետ է, համ մեր մեջ է։ Մի հատ տարբերությունը նայեք, ուրախացեք, որ Աստված մեր հետ է եւ մեր մեջ է, նրա հոգին, ամեն։ Այո, Աստված արժանի է։ Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր միջում, այն հոգին, որ Ադամից մահացավ, այստեղ ասում է ես ձեզ նոր հոգի եմ տալու։ Նոր հոգի, այսինքն մարդու հոգին։ Եվ նույնիսկ նայեք ինչ է ասում։ Ես պիտի վերառնեմ ձեր մարմնից քարեղեն սիրտը։ Եվ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ։
Եվ ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ, լսում եք, բացի որ ասма նոր հոգի պետք է տամես, ասма եւ ես իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ, որպեսզի իմ պատվիրանները, կանոնները կատարեն։ Լսում եք, սա շատ կարևոր բաներ են։ Աստված այսօր դրել է իր հոգին, մենք ասում ենք դժվար է, չենք կարող, ոչ, նա ասում է որ կարողանաք կատարել։ Ես ձեզ նոր հոգի եմ տալիս, եւ իմ հոգին էլ պլյուս դրան դնում եմ ձեր մեջ։ Ձեր հոգին եւ իմ Սուրբ հոգին կապրի ձեր մեջ, կբնակվի ձեր մեջ, կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ։ Գիտեք, եթե մենք շփվենք Սուրբ հոգու հետ, խորը ու երկրպագ ենք, մեկ լսել եք, որ ասում են լսի մի խորացի, չխորանաս հավատքի մեջ, դա սատանան է ասում։ Ինչքան էլ մոտիկ մարդ լինի, դա սատանան իր բերանով ասում է, գիտեք խի, ինչի, որտեվ սատանան վախենում է, որ Սուրբ հոգու մեջ չխորանաս, հանգարց, կանգար, այս ուռվենը քեզ հերիքա, ոչ, ժամանակ առ ժամանակ Աստված մեր աստիճանը հոգևոր բարձրացնում է, ոնց, Սուրբ հոգով։ Հիշեք, դա շատ կարևոր բան է։ Թողեք հոգսի կյանքը։ Գիտեք, մեր կյանքում մենք ասում ենք ծառայություն առաջի տեղը, բայց ես մի բան եմ ասում, ծառայություն առաջի տեղը չպիտի լինի։ Գիտեք ինչն է առաջի տեղը լինելու։ Փոխհարաբերությունը Սուրբ հոգու հետ։ Եթե դու չունենաս փոխհարաբերություն Սուրբ հոգու հետ, դու չես ունենա հոգու ծառայություն։ Դու չես հասկանա ոնց է Սուրբ հոգին քեզ առաջնորդում, ոնց է Սուրբ հոգին քեզ հանդիմանում։ Գիտեք, երբեմն մարդիկ կան ասում են Սուրբ հոգին ինձ չի հանդիմանում, գիտես, ասում եմ լացի գնա տունը, գնա ու շատ ուժեղ ողբանգի գետին ու լացի ասա, որ դու ինձ չես հանդիմանում, որտեվ դու հանգցրել ես հոգին։ Լսում եք, ստե մարդ կա, որ ինչ ուզում է անում, չի անում, Սուրբ հոգին չի հանդիմանում, լացեք տները այսօր, գնացեք ու լաց եղեք, որ դու մեղք ես գործում ու Սուրբ հոգին քեզ չի հանդիմանում, դու չես լսում նրա ձայնը, քեզ պետք է ապաշխարել, նորոգվել, ասել Տեր, ներողություն եմ խնդրում, Սուրբ հոգի սիրելի, ես չեմ լսում քո ձայնը, ես չեմ հասկանում քո հանդիմանությունը, ես ուզում եմ քո ձայնը լսել, ես ուզում եմ քո հանդիմանությունը հասկանամ, Սուրբ հոգի, խնդրում եմ քեզ, ճանաչեցրու ինձ քեզ։ Լսում եք, սիրելիներս, մի քիչ խիստ է լսվում, բայց զատո մեզ շատ օգտակար դեղորայք է։ Սա այն դառը բույսերն են Իսրայելի ժողովրդի, որ երբեմն Աստված ասում է գնացեք կերեք, դա հիվանդություն է բուժում։ Աստված ուզում է, որ մեր հիվանդությունները ներսի բժշկվեն։ Գիտեք, դա միայն Սուրբ հոգով կլինի, անկեղծ եմ ասում ձեզ, միայն նա կարող է մեր ներսը տեսնել, մեր ներսը հասկանալ եւ մեզ օգնել ու բժշկել։ Ամեն։ Ալելույա։ Եվ այսպես եւ պիտի անեմ, որ իմ օրենքների մեջ վարվեք եւ իմ դատաստանները պահեք եւ նրանց կատարեք։ Նայեք, միայն Սուրբ հոգով, ինաչե հնարավոր չէր, որ մարդը կարողանար ամբողջ Աստծո կամքը կատարեր եւ Աստծո ամբողջ Աստվածաշունչը կարողանար կատարեր, խոսքը կատարեր, եթե միայն ոչ Սուրբ հոգով։ Ամեն, որովհետև Սուրբ հոգին դա գերբնական ուժ ունի, նա ուժ չի, բայց ունի ուժ։ Հասկացաք ոնց։ Նա իմաստություն չի, բայց ունի իմաստություն։ Նա զորություն չի, բայց ունի զորություն։ Նա անձնավորություն է եւ Աստված է, որը որ ապրում է իմ եւ քո մեջ։ Ամեն։ Դրա համար մենք չպետք է տրտմեցնենք Սուրբ հոգուն։ Ալելույա։ Եվ այսպես Աստված ասում է, չգիտեք, որ դուք Աստծո տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեզանում։ Գիտեք ինչ, էլ մեզ հարց չի լինի, որ ասենք, հա, Սուրբ հոգին իմ մեջ է ապրում, թե չէ։ Հա կարող է ապրում, թե չէ։ Եթե դու վերստին ծնունդ ունես, եկեղեցի, վերստին ծնունդ ունեցող մարդիկ,
Վերևից ծնված մարդիկ նրանք ունեն իրենց մեջ Սուրբ Հոգին, որովհետև վերստին ծնված ժամանակ Սուրբ Հոգին գալիս է քո տաճարի մեջ, բնակվում է եւ քո ամբողջ կյանքում ապրում է քեզ հետ, եւ դու մենակ չես։ Գիտես, չէ՞ կարաս իր հետ խոսաս։ Սուրբ Հոգի, բա դու ես բանին ոնց կնայիր։ Այ ես սենց եմ նայում, միգուցե ես սխալ եմ նայում, մարդկային տեսակետով եմ նայում, բայց ես ուզում եմ քո տեսակետով նայեմ։ Խոսում ես դու Սուրբ Հոգու հետ, որտեղ ինքը բնակվում է, դու գիշ չես, դու շատ նորմալնի խելացի մարդ ես։ Ես մի անգամ խոսալով գնում էի փողոցում, մի հատ անձնավորություն ունենց հետաքրքիր նայեցի, մտածեցի, ասեցի, օй Տեր ջան, գժի տեղ կարողա դնել, էլի, սենց խոսում էի, չգիտեմ, սենց ինչ որ բաներ էի խոսում։ Դրա համար մենք կարող ենք շփվել Սուրբ Հոգու հետ։ Այո, եկեղեցի։ Երբ որ դու քո ծնկները դնում ես Աստծո առջև, ասա Սուրբ Հոգի, ես խոնարհվում եմ քո առջև, որովհետև դու իմ Աստվածն ես, դու իմ Տերն ես, դու նա ես, որ ինձ օգնում ես, դու նա ես, որ ինձ մխիթարում ես, դու նա ես, որ ինձ շուչ ես տալի կյանքի բոլոր ճանապարհները։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Եվ գիտեք ինչ մի բան եմ ասում, այն սարսափները, որ քո մեջ գալիս են, այն վախերը, այն ինչ որ ստրեսներ, ինչ որ ներսի կասկածամտություններ, անհասկանալի բաներ, դու կարող ես ասել Սուրբ Հոգի, ես գիտեմ, որ դու իմ ներսում ապրում ես։ Ես խնդրում եմ, սիրելի Սուրբ Հոգի, որ դու ինձ տաս ելք, որ դու ինձ ցույց տաս ճանապարհ, որ դու ինձ ցույց տաս ճշմարտությունն ու խոսքը բերես իմ սրտի մեջ, որովհետև Սուրբ Հոգին քո մեջ բերում է Աստծո խոսքը։ Հիսուսն ասեց, որ նա ինձանից կվերցնի եւ ձեզ կտա։ Գիտեք, այդ պահերին Սուրբ Հոգին վերցնում է, տալիս է ձեզ, զգուշացեք, ուշադիր եղեք, որ հասկանաք ոնց է խոսում Սուրբ Հոգին։ Ամեն։ Թե չէ մենք արդեն ամեն բան կապել ենք մեր մեջ, վաղուց Աստված մեր հետ չի խոսում, բախի չի խոսում, Աստված խոսում է, երբ որ պետք է։ Ամեն։ Հալելույա։ Նա խոսում է իր Սուրբ Հոգով։ Այսօր շատ անգամ պետք է ասենք Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, իր անունը պետք է տանք փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Շատ մարդիկ Սուրբ Հոգում փնտրում են իրանց զգացմունքների մեջ։ Այ, հաստատ էսի Սուրբ Հոգին էր։ Չէ, դա հաստատ Սուրբ Հոգին չէր։ Պետք չի որ դու քո զգացմունքների մեջ փնտրես Սուրբ Հոգուն։ Բավական է որ դու ասես Սուրբ Հոգի, ես խնդրում եմ որ այստեղը գայիչնի քո ներկայությունը։ Ես գիտեմ, որ դու իմ սրտի մեջ ես ապրում, բայց ես ուզում եմ, որ քո ներկայության մեջ մտնեմ։ Բավական է, որ դու այդ խոսքերն ասես։ Սուրբ Հոգի, ես ուզում եմ քեզ ճանաչել։ Դու խոսում ես Սուրբ Հոգու հետ, նա լսում է քեզ, նա քեզ պատասխանում է։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվ այսպես Հովհաննեսի 4:23-24 բայց ժամանակ կգա եւ հիմա որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն հորը, որովհետեւ հայրն էլ այսպես է ուզում երկրպագողներին։ Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է երկրպագեն ինչով? Մարմնով եւ գաղափարով, հոգով եւ ճշմարտությամբ, հոգով եւ ճշմարտությամբ։ Բա ոնց ես հոգով երկրպագեմ, քո մեջ կա հոգի։ Աստված Եզիկելի գրքի միջոցով ասեց, Մարգարեի միջոցով, նոր հոգի, նոր սիրտ։ Աստված ամեն բան դրել է քո մեջ շփվելու Սուրբ Հոգու հետ։ Գիտեք, հերիքա ձեր համար հարցական զնակներ սարքեք, չգիտեմ, չեմ անում, ներկայությունը չկա, լսի դու գնա Աստծո առջև, Սուրբ Հոգու առջև ասա Տեր, ես ուզում եմ, Տեր, այո, նա Տեր է, այո, նա Տեր է, Սուրբ Հոգին Տեր է, այո, Սուրբ Հոգին Տեր է եկեղեցու, Սուրբ Հոգին Տեր է, քո Տերն է Սուրբ Հոգին։ Տեր, ես խնդրում եմ, որ դու բացես իմ սիրտը։ Ես խնդրում եմ, սիրելի Սուրբ Հոգի, որ դու առաջնորդես ինձ։ Ես գիտեմ, որ ամեն իմ կյանքի մեջ կա ճշմարտություն քեզանից։ Ես գիտեմ, որ իմ ամեն մի ճանապարհների մեջ ես կարող եմ ճանաչել քեզ, որովհետև դու բնակվում ես իմ մեջ։ Հանեք այդ հարցականները ձեր մեջից, որովհետև Սուրբ Հոգին իրոք բնակվում է ձեր մեջ։ Իրոք բնակվում է ձեր մեջ Սուրբ Հոգին։ Ամեն։ Հալելույա։ Փառք Հիսուսին։
Աստված հոգի է եւ նրան երկրպագողն է, պետք է երկրպագեն հոգով եւ ճշմարտությամբ։ Ռուսերենով ասում է «Отец ищет себе поклонников»։ Իսկ հայերենով ասում է, որովհետեւ հայրը այդպես է ուզում։ Մենք այս երկուսը կմիացնենք եւ կլինի մի հատ հզոր լավ բան։ Հայրը փնտրում է իրեն համար երկրպագուներ, որպեսզի երկրպագեն Տիրոջը։ Երկրպագեն հորը որդուն եւ Սուրբ Հոգուն, չառանձնացնեք Սուրբ Հոգուն երբեք հորուց եւ որդուց, չառանձնացնեք, դրանք հավասարազոր են, դրանք միասին են գործում։ Ամեն, հալելույա։ Եվ այսպես Փառք Հիսուս Քրիստոսին, այո, եղբայրը ճիշտ ասեց։ Կան երկու ձևի պակլոննիկներ, երկրպագուներ։ Մեկը ճանաչում է, մեկը չէ։ Լսում եք։ Մեկը ճանաչում է ում Սուրբ Հոգուն։ Իսկ մեկը չէ, բայց երկրպագում է, բայց ասում է Փառք է սիրիր Աստված։ Ես քեզ նենց փառավորում եմ, այնքան սիրում եմ, բայց նա ով որ ճանաչում է Սուրբ Հոգուն, նա հասկանում է այդ խորությունը, նա հասկանում է այդ երկրպագության խորքերը մտնելը։ Նա հասկանում է, ոնց ընդունի ասոն ներկայությունը իր հոգու մեջ։ Ասոն ներկայությունը բերում է բժշկություն մեր հոգիների մեջ, մեր շնչերի մեջ, մեր սրտերի մեջ։ Եթե ասոն ներկայությունը գալիս է Սուրբ Հոգով, նա աշխատում է եւ գործում է։ Շատերն ասում են. «Ոյ իմ սրտի մեջ այնքան ցավ կա, ոյ որը պատմեմ, որը չպատմեմ, ես քեզ հիմա ասեմ, որը պատմես։ Երկրպագիր Սուրբ Հոգուն, ել չես պատմի ոչ մեկին։ Երկրպագիր Սուրբ Հոգուն, որ վերցնի քո բոլոր ցավերը, քո բոլոր մտքի անկյունները, այն ինչը որ քարացած է, նա կվերցնի իր ներկայությունով, երբ որ դու մտնես նրա ներկայության մեջ եւ երկրպագես Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ հոգին է Աստծո խոսքը կենթանացնողը քո եւ իմ կյանքում։ Կարող ենք ժամերով կարդալ մեր ուղեղը լցնել, բայց նայեք, մեզ պետք է որ Աստված իր հոգով բացի իր խոսքը եւ այդ խոսքը լցվի մեր հավատքի մեջ եւ մարմին դառնա տեսանելի եւ հաղթություն բերի մեր կյանքը։ Ամեն։ Հալելույա։ Եվ այսպես, հիմա մի քիչ նշաններից խոսանք։ Նշան ենք ուզում, նշան, փառք ասում։ Շատերն էլ ասում են մենք նշաններ ենք խնդրել, բայց Գեդեոնին ոնց եկավ Աստված, որ բուրդը թացացրեց, գետինը չորեր եւ գետինը թացացրեց, բուրդն էր չորով, ճանաչում Գեդեոնին հին ուխտի։ Կարդացեք Աստվածաշունչը, որ երբ որ քարոզիչը քարոզում է, երբ որ հովիվը քարոզում է, երբ որ մարդիկ ծառայում են, արդեն իմանաք ում մասին է խոսքը գնում։ Իմացաք, քանի որ չգիտեք ում մասին է խոսքը գնում, դժվար կլինի հասկանալը։ Նայեք, ես ձեզ ասեմ, եւ Գեդեոնը նշան խնդրեց, ճիշտ է։ Գիտեք ինչի՞։ Որտեղ Գեդեոնը չէր ճանաչում ասուն ընդհանրապես։ Ասեմ ինչի համար։ Գեդեոնը այդ ժամանակ ապրում էր Աստծո ժողովրդի մեջ, որոնք որ հեռացած էին Աստծուց եւ կուրքերին էին պաշտում։ Նույնիսկ Աստված նրանց գցել էր մադիանացիների ձեռքը, որպեսզի իրանց ուրոկ նակազած անի, սովորեցնի։ Բացի դա էլ Գեդեոնի հայրը ուներ Բահաղի սեղան իր տան մեջ եւ Աստարովտի կուրտ քնել հələ դրա վրան էր։ Եվ նայեք, ինչի համար խնդրեց Գեդեոնը նշան, որտեղ Գեդեոնը չէր ճանաչում մեր սիրելի Սուրբ Հոգուն ու Աստծուն, նա չէր ճանաչում։ Ինչի համար էր այդքան հարցերը, բա որ եթե դու մեր հետ ես, ինչի համար կյանքը սենց, նա չէր ճանաչում։ Պլյուս դրան էլ նա իր հոր տան մեջ տեսնում էր այդ կուրքապաշտությունը։ Ինչի համար կարող է քրիստոնյան չճանաչել Սուրբ Հոգուն, որովհետև շատ բաներ ունես, որ պետքա գնաս կտրես Աստարովտի ծառը եւ պետքա Բահաղի ամբողջությունը վերացնես քո կյանքից, այն ինչը որ խորհրդանշում աշխարհը։ Աշխարհ, երբեք մի լցրու աշխարհը քո մեջ, որպեսզի կարողանաս հասկանալ Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանաս ճանաչել Սուրբ Հոգուն, որպեսզի կարողանաս զոհ բերել Սուրբ Հոգուն,
որպեսզի կարողանաս երկրպագես Սուրբ Հոգուն։ Թող այդ ամեն ինչը որ քեզ արգելք է հանդիսանում Սուրբ Հոգուն ճանաչելու համար։ Եվ Աստված ասեց Գեդեոնին. հələ մի հատ գնա այդ հորդ կուրքերն էլ վերացրու շուտ, որովհետև ես չեմ կարում քո վրա հանգչեմ, որովհետև միլիոն հարցեր ես դու ինձ տալիս։ Գնա վերացրու, մինչև չվերացնես իմ հոգին չի հանգչի քո վրա։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Դուք հասկանում եք ես ինչ եմ ասում։ Գեդեոնը գնաց վերացրեց, նոր այդ ժամանակ Աստծո խոսքը գրված է եւ Աստծո հոգին հանգչեց, չի ասում մտավ մերպես, ապրեց, հանգչեց Գեդեոնի վրա։ Դու ես ուզում ես որ Աստծո հոգին մեկ ասում ենք օգտագործիր մեզ, կրակե զորություն թող գա, կրակե պարգևներ Տեր, բա դու ինչ ես անում դրա համար, այդ կրակե զորության ու պարգևների համար։ Ինչ ենք մենք անում այսօր դրա համար։ Գիտեք, Աստված սովորացնում է իր գրքի մեջ, որ ամեն բանի մեջ մենք պետք է գին վճարենք։ Գին։ Շատ կարևոր է դու այսօր ինչի գին ես վճարում։ Սիրելի, ընտիր, ընտրված հարս եկեղեցի։ Այսօր շատ կարևոր է ինչի գին ես վճարում։ Մենք բոլորս վճարում ենք։ Դրանում ոչ մի, բայց ինչի գին ենք այսօր վճարում։ Վճարում ենք այն գինը, որ Սուրբ Հոգուն ճանաչենք։ Վճարում ենք այն գինը, որ Սուրբ Հոգուն երկրպագենք։ Վճարում ենք այն գինը, որ Սուրբ Հոգու միջոցով ճանաչենք Հիսուսին ու Աստծո խոսքը։ Վճարում ենք այդ ժամանակի գինը։ Եփեսացիներից գրքում 5-րդ գլխում ասում է. օրերը չար են, լուկավի զլի, օրերը չար են, բայց դուք ասում եք լցվեք Սուրբ Հոգով, Սաղմոս երգերով, այսինքն երկրպագելով, երգելով Սուրբ Հոգուն, խոնարհվելով Սուրբ Հոգուն, ծնկները դնելու Սուրբ Հոգու առջև։ Գիտեք, ես մի բան ասեմ, այս ամեն ինչը որ անեք հոգնեցուցիչ չի։ Ասեմ ձեզ։ Հենց ծնկները դրեցիր Սուրբ Հոգու առջև, հենց սկսեցիր իր համար խոնարհվել իրեն, երկրպագել իրեն, փառաբանել իրան, իր հոգին իջնելու է քո վրա ու դու ասես, վա, ինչ ես էսի շուտ չէի անում։ Ու դու սովորելու ես, как благ Господь, ինչքան քաղցր է Տերը իր հոգու միջոցով, իր հոգու քաղցրությամբ, իր հոգու առաջնորդությամբ։ Աստված այսօր ուզում է, որ մենք իրոք առաջնորդվենք Աստծո Սուրբ Հոգով։ Ամեն։ Ալելույա։ Հարկ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մի քարոզիչ այսպես բան է պատմում, ասում է, գիտեք, մարդիկ երբեմն ինչպես են ուզում Սուրբ Հոգուն հասկանալ։ Լսեք ուշադիր։ Սուրբ Հոգի, եթե դու այս բանը դու ես անում, թող նույն մարդը 3 անգամ հեռախոսով զանգի ինձ։ Լսում եք։ Սա շփոթություն է, չանեք sense նշաններ։ Միևնույն Աստված չի պատասխանելու։ Կամ էլ ես դուրս գամ, դուրս տեսնեմ սև կատու, կամ էլ շագանակագույն շնիկ։ Ու հասկանամ, որ դու ես։ Սա ծույլության նշաններից մեկն է։ Որովհետև մենք չենք ուզում լցվել Սուրբ Հոգով, մենք չենք ուզում դրա վրա ժամանակ դնենք, մենք չենք ուզում ծունկ դնել, մենք չենք ուզում սիրենք Սուրբ Հոգուն, մենք չենք ուզում խոնարհվենք ու աղոթենք եւ դրա հարմար նշանը։ Գեդեոնը նշան էր խնդրում, ինչա Գեդեոնը ասումարտ չէր, ասումարտ էր, բայց իր մեջ չկար Սուրբ Հոգին, չէր բնակվում, պրոստը հանգչեց հետո։ Գործք առաքելոց հիշում եք, երբ որ իրանք վիճակ գցեցին Մատաթիային ընտրեցին վիճակ, բայց դա մի անգամ ամենա գրած գործք առաքելոցի մեջ։ Բրծավ, էլ դրանից հետո դու վիճակ չես տեսնի։ Ինչի համար։ Այդ առաջի գրքում, երկրորդ գլխում հոգին իջավ իրանց վրա, իրանց մեջ Սուրբ Հոգին, մկրտվեցին, սկսեցին լեզուներով խոսալ, ու էլ վիճակներ չարեցին իրանք։ Ես էլ ոչ միտեղ էլ վիճակ չտեսա։ Հասկանում եք։ Այսօրվա եկեղեցին չպետք է վիճակ գցի, նշաններ խնդրի։ Նշանները մեր սիրելի Սուրբ Հոգով է տրվում, Աստծո խոսքով, Աստծո խոսքը կարդալով, Աստծո խոսքը սերտելով, Աստծո խոսքը սիրելով, Աստծո խոսքի վրա ժամանակ դնելով։ Ամեն։ Մի մարդ պատմում եմ, ասում է, եւ իր պատմությունն է, նա ծառայող մարդ, ասում է, իմ օֆիսը եկավ մի մարդ եւ ասեց, լացեց, ասում է, մի ամիս արդեն
աղաչում եմ, աղերսում եմ ասուն, խնդրում եմ, պատասխանիր ինձ, խնդրում եմ, սիրելի Աստված, պատասխանիր ինձ, ինչի չես պատասխանում։ Այս ծառայողի միջոցով Աստծո Սուրբ Հոգին խոսում ասում, հələ մի հատ հարցրու ասա, վերջի անգամ երբ ես Աստվածաշունչը կարդացել։ Ասում վերջին անգամ երբ եք Աստվածաշունչը կարդացել, ասում 1 ամիս առաջ։ Եղբայր ասում այս քո աղաչած, լացած, պաղատած բանը հիմա ես բացեմ, կարդամ ու դու տեսնես Աստված ոնց է պատասխանում իր Սուրբ Հոգով։ Եվ ինքը բացում է այդ Աստվածաշնչի մեջ այդ տեղը, ասում օ, ես այո, դու չես փնտրում։ Դու լացում ես, բայց չես փնտրում։ Դու լացում ես, բայց չես խնդրում։ Դու լացում ես, բայց չես խորանում երկրպագության մեջ Սուրբ Հոգուն։ Դու լացում ես, բայց չես կարդում քո ավետարանը։ Դու միայն լացում ես։ Մենք կարող ենք այդպես լացել, այդպես մինչև կյանքի վերջ ստանալ մեր պատասխանները։ Բայց ես գիտեմ դուք կարդացող եկեղեցի եք, դուք հայտնության մարդիկ եք, դուք տիրոջ մարդիկ եք, դուք զորության մարդիկ եք, դուք մկրտված մարդիկ եք, ջրով եւ հրով, դուք օծված եք ավետարանի մեջ, ես գիտեմ, դուք այդ եք։ Ամեն։ Ես ուզում եմ, որ դուք ավելի խորանաք։ Աստված ուզում է, որ մենք ավելի խորանանք։ Աստված ուզում է, որ մեր կյանքի հոգևոր մակարդակը ավելի բարձրանա։ Աստված ուզում է, որ մենք ել ավելի շատ ճանաչենք Սուրբ Հոգով իր խոսքը։ Աստված ուզում է, որ մենք ել ավելի շատ ճանաչենք Հիսուսի սերը Սուրբ Հոգու միջոցով։ Ամեն։ Սիրելի Սուրբ Հոգի, շնորհակալություն։ Հալելույա։ Եվ այսպես Տերը թող մեզ իրոք զորացնի փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որպեսզի մենք կարողանանք հասկանալ ոնց երկրպագենք հոգով եւ ճշմարտությամբ։ Հոգով եւ ճշմարտությամբ։ Ամեն։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Աստված տվել է Սուրբ Հոգին մեզ, որպեսզի մենք ճիշտ որոշումներ կայացնենք Սուրբ Հոգու հետ։ Ամեն։ Սուրբ Հոգու հետ հնարավոր չի, որ դու սխալ որոշում կայացնես։ Հնարավոր չի, որ Սուրբ Հոգին քեզ բերի մի հատ կանգնեցնի մի հատ տուպիկի առջև ու ասի դե դավայ հիմա ոնց ուզում ես նենց էլ արա։ Ինչքան էլ մենք մեղավոր ելնենք, ինչքան էլ մեղանչած ելնենք, մեղ գործած ելնենք, երբ որ մենք դիմում ենք Սուրբ Հոգուն եւ ապաշխարում ենք, ինքը իրոք ճշտում է մեր ճանապարհները։ Երբեմն մենք գիտես ինչի է մեր սիրտը, երբեմն կարծրանում ասում ենք Աստված նակազած կանի, Աստված գիտի, Աստված էսա, այո, Աստված գիտի, հասկանում է, ամեն բան ճանաչում է, ամեն բան տեսնում է, ամեն բան լսում է, բայց Աստված սիրո Աստված է, սիրո հայր է, ներող հայր է Աստված։ Գիտես երբեմն մենք խոսում ենք մարդու հետ, ասում ենք կգա ժամանակը ու դու կհասկանաս քեզ ինչ ձևի ճանապարհներ ա պետք, բայց Աստված իրոք մեր նման չի մտածում։ Աստված մտածում է իր հոգու միջոցով սիրո զորությունով է մտածում Աստված, սիրո աչքերով է նայում մեզ։ Բայց դա չի նշանակում, որ մենք ինչի մեջ կանք, ասենք սխալ քայլերի մեջ դրա մեջ էլ մնալու ենք։ Յուրաքանչյուր բան, ինչը որ քեզ քո մեջ տրտմեցնում է եւ նեղացնում է եւ քեզ բերում է, հասկանում եք ոնց, ամեն մի անհանգստության Սուրբ Հոգին կարող է լուծել այդ հարցը։ Լսեք, հավատացեք նրան։ Վստահեք Սուրբ Հոգուն։ Վստահիր նրան, Սուրբ Հոգուն վստահիր։ Սիրելի Սուրբ Հոգի, ես վստահում եմ քեզ։ Ես գիտեմ, որ այս մեղքը ծանր է ինձ համար, ես օրինակ եմ բերում աղոթքի, սա ծանր է ինձ համար, սա ես չեմ կարողանում թողել, կամ էլ ես սիրում եմ այս մեղքը արդեն, այնքան եմ խորացել, որ սիրում եմ, բայց ես ուզում եմ ատեմ այս մեղքը, Սուրբ Հոգի, ես չեմ ուզում քեզ նեղացնեմ, Սուրբ Հոգի, ես ուզում եմ, որ դու օգնես ինձ, Սուրբ Հոգի, ես ուզում եմ, որ դու ինձ ազատես, Սուրբ Հոգի, որտեղ շատ բաներ կա, դու չես կարող մոտենալ հովիվին, ասես աղոթիր իմ համար, հավատացեք, դա ճիշտ եմ ասում։ Շատ բաներ կա քո մեջ, որ դու չես կարող մոտենալ ծառայողի օծյալ մարդու, ասես խնդրում եմ, մի ճանապարհ ցույց տուր, մի ելք ցույց տուր, աղոթիր իմ համար, որ ես ազատվեմ, խաչա դա շատ կարևոր բան է։ Բայց դու կարող ես Սուրբ Հոգուն ասել, խնդրում եմ քեզ, շատ եմ խնդրում, օրհնիր ինձ։ Ես գիտեմ դու ունես զորության աղբյուր։ Ես գիտեմ, որ դու ունես զորության ուժ։ Ես գիտեմ, որ դու օծված ես, ամեն մի մեղ կարող ես ջնջել, բնաջնջել իմ մեջից։ Սուրբ Հոգի սիրելի, ուղղակի գիտեք մեզ ինչա պետք դիմել Սուրբ Հոգուն, դիմել Սուրբ Հոգուն, վստահել նրա ուժերին, վստահել նրա զորությանը, վստահել, որ Սուրբ Հոգին ամեն բան կարող է անել քո կյանքում։
Դուք հիմա հասկանում եք Պողոս առաքյալը ինչի համար ասել։ Ամեն ինչ կարող եմ, չի ասում ես։ Ինք չի ասում ես։ Նայեք, ինչ հետաքրքիր է։ Ես ամեն բան կարող եմ։ Ինձ զորացնող Հիսուս Քրիստոսին ասում է ամեն բան կարող եմ, որովհետև այդ եսը Սուրբ Հոգին է։ Ես եմ, որ եմ։ Նա Սուրբ Հոգին է։ Ամեն բան կարող եմ անել ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով, որը որ Սուրբ Հոգով իմ մեջ բնակվում է։ Ամեն բան դա քեզ է թվում, որ հնարավոր չի, որովհետև դու չես դիմում, որովհետև դու չես ասում, որովհետև դու չես ուզում, որ Սուրբ Հոգին դա վերցնի քեզանից ու նորը տա։ Գիտեք, երբ որ Սուրբ Հոգին մի բան վերցնում է քո մեջից, նորն է դնում այդտեղ։ Նոր օրհնություն է բացում քո մեջ։ Որովհետև յուրաքանչյուր բան, երբ որ մենք ազատվում ենք ներսի ինչ որ կապանքներից, գալիս է ազատություն, այդ ազատությունը Սուրբ Հոգին է դնում մեր մեջ։ Լսում եք, Աստված օրհնի մեզ այսօր, որպեսզի մենք կարողանանք հասկանալ ինչ բան է հոգու զորությունը, հոգու օրհնությունը։ Մենք պետք է հասկանանք, մենք պետք է ձգտենք դրան, մենք պետք է ժամանակ տրամադրենք մեր Տիրոջ Սուրբ Հոգու համար, որպեսզի մենք կարողանանք ներսից հարստանանք, որպեսզի մենք կարողանանք ներսից ազատ լինել։ Օ, ես չեմ կարողանում այս մարդուն ներել։ Օ, տիմբոլի, որ ես իրան տեսնում եմ, վերջ։ Ամեն ինչ հիշում եմ։ Գիտես ինչի։ Դու չես դիմում Սուրբ Հոգուն։ Դու չես խնդրում Սուրբ Հոգուն, որ ասես, Սուրբ Հոգի, ես խնդրում եմ, հեռացրու այս քարը իմ մեջից, այս չներելը, այս չտեսնելը, հեռացրու եւ դրա փոխարեն տուր սիրել Սուրբ Հոգի, սովորացրու ինձ սիրել Սուրբ Հոգի, սովորացրու, ոնց որ մեր Տերն էր սիրում, սովորացրու Սուրբ Հոգի։ Գիտես, Սուրբ Հոգու այդ անհատական դասընթացներ կան ամբողջ կյանքում, մեր կյանքում։ Ամբողջ մեր կյանքում նա մեզ կսովորեցնի եւ նա մեզ կուղեկցի։ Նա մեզ հետ ընկերություն կանի եւ նա մեզ կօգնի։ Նա մեզ կմխիթարի եւ նա մեզ կզորացնի եւ ամբողջ մեր կյանքը նա մեր հետ կլինի, որովհետեւ Հիսուսն ասեց նա կբնակվի ձեր մեջ։ Հիսուսը չասեց ժամանակավորապես Սուրբ Հոգին մինչեւ ձեզի սովորացնի, կրթի, ձեզ ինչ որ մի բաներ անի, նա ասեց նա կապրի ձեր մեջ։ Մեր մարմինը Սուրբ Հոգու տաճար է, մեր ֆիզիկական մարմինը։ Որտեղ Սուրբ Հոգին է մեր մարմնի մեջ, այնտեղ ազատություն է։ Եվ մենք պետք է միշտ ճաշակենք Սուրբ Հոգու ազատությունը։ Միշտ պետք է դրանով քայլենք Սուրբ Հոգու ազատության մեջ։ Եթե դու տեսնում ես քո մեջ ինչ-որ մի բան ազատ չի, այդ Սուրբ Հոգին ցույց է տալի, որ քո մեջ ազատ չի։ Մոտեցիր Սուրբ Հոգուն, ասա Սուրբ Հոգի, ես այստեղ ազատություն չունեմ։ Ես այս հարցում կաշկանդված եմ։ Ես ուզում եմ, որ դու ինձ օգնես, որովհետև դու պետք է ազատություն բերես իմ մարմնի տաճարի մեջ, որովհետև ես գիտեմ, որ դու կարող ես այդ ազատությունը բերել իմ տաճարի մեջ։ Ինչի համար, որ ես կաշկանդված եմ, ինչի համար, որ իմ մոտ չի ստացվում։ Ամեն։ Սա կոչվում է Սուրբ Հոգու հետ ընկերություն անել։ Սուրբ Հոգուն երկրպագել, ճանաչել, ընդլայնվել նրա մեջ, ընկղմվել նրա մեջ, խոսել նրա հետ, խոնարհվել նրա առջև, Սուրբ Հոգին։ Ամեն։ Հալելույա։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտեք, մի մարդ կա, նրա անունը Արչի Տորե, ինքը այն ժամանակների քարոզիչներից է եղել։ Սկզբից նրա մասին գրված էր, որ նա Աստվածաշունչը կարդում էր շատ կակազելով, չկարողանալով Աստծո խոսքը, բայց երբ որ նա սկսում է ճանաչել Սուրբ Հոգուն, նա պատմում է ոնց է ճանաչել Սուրբ Հոգուն, ասում է մեկ անգամ երբ որ ես կարդացի, ասեցի, ես ուզում եմ քեզ ճանաչել Սուրբ Հոգի։ Երբ որ ես սկսեցի ճանաչել Սուրբ Հոգուն, երբ որ ես սկսեցի աղոթքներ անել Սուրբ Հոգով, Սուրբ Հոգին եկավ, ասում է, եւ բացեց Աստծո խոսքը, եւ նա սկսել էր արդեն լավ կարդալ Աստծո խոսքը, լավ սերտել Աստծո խոսքը։ Ես ուզում եմ մի բան կարդամ անձամբ Իրանից, սա իմ հայտնությունը չի, սա Իրանից է, որովհետեւ սա շատ հետաքրքիր մոմենտներ է։ Ահա, ուրեմն նայեք ոնց է ինքը այս հայտնությունը մեկնաբանել։
դա Հովանեսի ավետարանի մեջ է, ջուրը, որ այսօր մենք ասեցինք, ջուրը 4-րդ խոսք 13-14, ջուրը այս խոսքում, սա Տորեի խոսքերն եմ ես ասում, սա իմ հայտնությունները չի, ջուրը այս խոսքում Սուրբ Հոգին է, աշխարհը տոյս նա ասում է երկու ջրի համար, հիշում եք, որ ով որ խմի, կենթանի ջրեր և ով որ խմին դարձյալ կխմի, կծարավի, սա երկու ջրերի մասին է, Տորեին իր հայտնության մեջ ասում, որովհետև այս մարդը շատ խորը ձևով նա կապված է եղել Սուրբ Հոգու հետ, և պատկերացրեք ինչ ասում, ջուրը այս խոսքում Սուրբ Հոգին է, աշխարհը երբեք չի կարողանա բավականություն պատճառել, լսում եք, այդ ջուրը, որ ասում է խմում եք և նորից ծարավում եք, աշխարհը բավականություն չի կարա պատճառի, այդ ջուրը ինչքան խմես, այնքան պիտի խմես ու չհագենաս, ու միշտ ծարավես, ու միշտ ընկնես չգիտեմ ինչերի մեջ, աշխարհը երբեք չի կարողանա բավականություն պատճառել, ամեն ուրախության մասին, որ կա այս աշխարհում, պետք է ասվի Հավիտյանը, նայագրել, ով որ այս ջրից խմի, կրկին կծարավի, բայց Սուրբ Հոգու զորությունը ունի բավարարելու մարդկային անձի յուրաքանչյուր ցանկությունը։ Լսեցիք ինչ ասեցիք։ Սուրբ Հոգին զորություն ունի բավարարելու յուրաքանչյուրիս ցանկությունը։ Այն ինչը որ մենք աշխարհում չենք կարողանում հագեցնել մեզ, Սուրբ Հոգին կարող է մեզ հագեցնել։ Մի հատ օրինակ բերեմ հասարակ։ Ես ուզում եմ դառնամ такой современный օրինակ, միլիոնատեր։ Լավ է, չէ՞։ Սաղս էլ ուզում ենք։ Բայց չեմ կարողանում դառնալ։ Այդ ինձ միշտ տանջում է, փող, չեմ կարողանում։ Բայց ես կարող եմ գալ Սուրբ Հոգու մեջ ասեմ, հագեցրու իմ ներսը։ Հագեցրու, ես խնդրում եմ, որպեսզի դա հիվանդություն չլինի։ Միևնույնն է, դու պետք է կառչես աշխարհից շատ անգամներ, որ ունենաս, որ ստացվի, բայց երբ որ դու Սուրբ Հոգով ես այդ ամեն բանն անում, ու խնդրում ես իրան, ու դիմում ես իրան, Սուրբ Հոգին քեզ հագեցնում է եւ դրա հետ միասին էլ բացում է իր ճանապարհները։ Ամեն։ Եվ այսպես այս մարդու գրածը հետաքրքիր էր ինձ համար, ես պրոստը շատ եմ կարդում տենց մարդկանց կենսագրությունները, իրանց կյանքը, իրանց ծառայությունները, բայց Սուրբ Հոգու զորությունն ունի բավարարելու մարդկային անձի յուրաքանչյուր ցանկությունը։ Սուրբ Հոգին միայն նա կարող է բավականություն տալ եւ միայն կարող է նա բավականություն տալ մարդու սրտին։ Եթե անձնատուր լինեք Սուրբ Հոգու աղբյուրին, անձնատուր այսինքն անձը 10 Սուրբ Հոգուն երկրպագելու, անձնատուր լինեք Սուրբ Հոգու աղբյուրին ձեր սրտերում երբեք չեք ծարավի։ Արդյոք ունեք այս կենթանի աղբյուրը եւ դրանից հետո ինքը հարց է տալիս, ասում է դուք արդյոք ունեք այս կենթանի ջրի աղբյուրը։ Ձեր ներսում, արդյոք այս աղբյուրը խցանված չի։ Արդյոք այն բերում է հավիտյան կյանքի համար, հավիտենական կյանքի համար։ Գիտեք, մի րոպե մտածեք այս մասին, արդյոք իմ մեջ խցանված չի այս աղբյուրը։ Տորեի ասածներն եմ ասում։ Արդյոք այս բանը գործում է իմ կյանքում։ Եթե չի գործում, եթե խցանված է, գիտեք, մենք ունենք մի հատ մեծ օրհնություն այսօր։ Գալու Սուրբ Հոգու առջև ու ասելու Տեր, այս աղբյուրը փակված է իմ կյանքում։ Գիտեք, երբեք ամոթ չի։ Քանի մենք ապրում ենք այս երկրի վրա, մենք կարող ենք շատ պարզ լինել Սուրբ Հոգու հետ։ 100% տրվել իրան, պատմել իրան, բացատրել իրան, խնդրել իրան, ասել իրան, աղոթել իրան։ Սիրելի Սուրբ Հոգի, այս աղբյուրը փակ է իմ կյանքում։ Բայց ես գիտեմ, որ քո մոտ ոչ մի ամոթ չունեմ։ Ես գիտեմ, որ ես քո մոտ ունեմ միայն օրհնություն եւ միայն օգնություն։ Օգնիր ինձ այս աղբյուրը բացելու համար, որը որ կբխի հավիտենական կյանքի համար։ Ամեն։ Հալելույա։ Եվ Աստված այսպես է ուզում, որպեսզի մենք կարողանանք իրոք ոչ թե մենք փիլիսոփայական կյանքով ապրենք, այլ ապրենք Սուրբ Հոգուց ընծայված հոգևոր խոր կյանքի մեջ։ Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հալելույա, հալելույա։ Աստված հոգի է, փառք Հիսուսին, եւ Աստված իրոք փնտրում է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագողներ։ Ճշմարտությունն ասեց, նա է ճշմարտությունը։ Հիսուսն ասեց, նա ճշմարտության հոգի է։
Պատկերացրեք Հիսուսը նրա մասին պատվեց, որ նա ճշմարտություն է, յուրաքանչյուր բան, այն ինչը որ մեր կյանքում ճշմարտություն չի, նա կբերի այդտեղ ճշմարտություն, երբ որ մենք վստահենք նրա Սուրբ Հոգուն։ Երբ որ մենք վստահենք այն Սուրբ Հոգուն, որը որ ապրում է մեր մեջ։ Հալելույա։ Հալելույա, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Սուրբ Հոգին մեզ առաջնորդում է Աստծո խոսքով։ Եվ ես հորը կաղաչեմ մի ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան ճշմարտության հոգին, որին աշխարհը չի կարող ընդունել եւ ոչ էլ տեսնում է նրան, ոչ էլ ճանաչում է, բայց դուք նրան ճանաչում եք։ Լսեք, եկեղեցի, Աստված ասում է, բայց դուք նրան ճանաչում եք։ Հալելույա։ Բայց դուք նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Նա ձեզ մոտ է մնում, երբ որ գա վաղը, երբ որ դու աչքերդ բացես, նա էլի քեզ հետ է, երբ որ լինի վաղը չեմիսորը, նա էլի քեզ հետ է, երբ որ անցնեն տարիներ, նա էլի քեզ հետ է, որովհետև Աստված ասեց, նա բնակվում է ձեր հետ, նա քեզ հետ կլինի, քո կյանքի բոլոր օրերում, նա կառաջնորդի քեզ, դա ուրախալի բան է, չի ասեք ուրախանում ենք, չէ՞ սրա վրա, որ իրոք մեր մեջ կա Սուրբ Հոգի։ Գիտեք, Աստված Աստծո խոսքն ասում է, որ հոգին մի հանգցրեք, բայց դա չի նշանակում, որ Սուրբ Հոգին գնաց քո մեջից։ Լսեք, Սատանան, սթի հայրը, նա շատ ուժեղ մեծ մայստերство ունի, հասկանում եք, այդ սթերը տեղավորելի քո մեջ, որ всё, հոգին հանգած է, քո մոտ աղոթները չի ստացվում, քո մոտ Աստվածաշունչ կարդալը չի ստացվում, Աստծո հոգին քո մեջ չի։ Գիտեք, մի հոգի, ես մի հոգի գիտեմ, մի հատ կին, այդ դրանից ընկավ գժանոց, անկեղծ եմ ասում, նու ոնց հա կոչում գժանոց, հա, ներողություն եմ խնդրում, հոգեբուժարան, դեռ ռուսերենում դուրդոմ, ես թարգմանեցի, հոգեբուժարան, նայեք ինչ էր անում ինքը շատ լավ անձնավորություն էր, մոտենում էր ինձ ու ասում էր, դու գիտես Ռուզաննա, որ Աստծո հոգին իմ մեջ չի ապրում, ասում է, իսկ ինչ ես արի, որ չի ապրում, դուք հրաժարվել եք Հիսուսից, ես էդ էի այլան, ոչ, դու գիտեք, որ ես տունն էի, հերոստացույցով այսի տեսա, հասկացա, որ հոգին իմ մեջ չի ապրում։ Դու գիտեք, որ ես մեղք եմ, մի ուրիշ անգամ մոտենում եմ, նույն մարդը, նույն անձնավորությունը, մի 2-3 տարի ինքը տենց հայ ինձ մոտենում էր, ես իրան ասում եմ, Սուրբ Հոգին քո մեջ է ապրում, վերջացրու արդեն, հեռացրու դա այդ միտքը քեզանից, այդ միտքը արդեն խորացել է քո մեջ։ Գիտեք, ասեմ ձեզ, հիմա 6 ամիսը մեկ ինքը հոգեբուժարանում է անգնում, անկեղծ եմ ասում։ Դա մի հատ մեծ սուտ է, որ ոչ ոքը չընդունեք։ Սուրբ Հոգին ապրում է մեզ մեջ։ Այո, իհարկե մենք շատ անգամ մեղք ենք գործում, շատ անգամ սխալվում ենք, բայց դա չի նշանակում, որ Սուրբ Հոգին թողում գնում է մեր մեջից։ Մենք կարող ենք ապաշխարել։ Մենք ունենք Հիսուս Քրիստոսի արյունը այսօր։ Գարան արյունը կա այսօր մեր մեղքերի համար։ Երբ որ ասում է Հովհաննեսի ավետարանում, երբ որ Հովհաննեսի թղթերում, երբ որ մենք խոստովանում ենք մեր մեղքերը, նա մաքրում է մեզ ամեն մի մեղքերից, եւ Սուրբ Հոգին այդ ժամանակ թարմացնում է քեզ։ Եվ քո ներսը արդեն հասկանում է, երբ որ նա է պատկերացրու, երբ որ լինում է մոմենտներ, որ դու սկսում ես տենց բաների համար կացկացել, լսեք, ես ձեզ մի բան եմ ասում, ապաշխարեք։ Տեր ասա, քո արյունով լվա ինձ։ Ու դավանիր, որ Սուրբ Հոգին իմ մեջ է ապրում, որ նա իմ մեջ է ապրում, որ նա իմ հետ է, որովհետև Հիսուսն ասեց, նա կբնակվի քո մեջ, ընդմիշտ, մինչև հավիտենական կյանք։ Ամեն։ Որպեսզի Սատանան չկարողանա սերմերցանի ձեր մեջ։ Իսկ եթե դու հասկանում ես մեղքեր ունես քո մեջ, կամ մեղքեր, որ դու դրանք կա քո մեջ, դու գիտես, ուղղակի խնդրի Սուրբ Հոգուն, ուղղակի խնդրի, ուղղակի երկրպագի ասա ազատիր ինձ այս մեղքերից, խնդրում եմ քեզ, նա կազատի քեզ, նա քեզ կտա առողջ ներսի հասկացողություն։ Ամեն։ Հալելույա, 2 Տիմոթեոս 1:7, Աստծո ասում է, որովհետև Աստված քեզ չտվեց երկչոտության հոգի, մի տեղ էլ ասում է վախի հոգի, չտվեց, այլ նա ինչ տվեց, սիրո հոգի, զգաստության հոգի և զորության հոգի, այս նույն Սուրբ Հոգին է, որը ունի սիրո հոգի, սեր կա նրա մեջ, որը ունի զգաստություն, որը ունի զորություն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եսայի մարգարեի գրքում ասում է, որ խորհրդի հոգի եւ նրա վրա կգա խորհրդի հոգի, գիտության հոգի,
զորության հոգի, հանճարի հոգի, իմաստության հոգի, Տիրոջ երկյուղի հոգին։ Սա Սուրբ հոգին է, որը որ ունի հանճար, երբ որ քեզ պետք է հանճար, նա կտա քեզ հանճար, երբ որ քեզ պետք է իմաստություն, նա կտա քեզ իմաստություն, երբ որ քեզ պետք է զորություն, նա կտա քեզ զորություն, երբ որ քեզ պետք է Աստծո երկյուղ, Աստծո վախ, նա կտա քեզ, երբ որ պետք է, որ դու կարողանաս ասես Սուրբ Հոգի տուր ինձ Աստվածավախություն, ես չեմ վախենում այս մեղքը անելու, ես չեմ վախենում այս բանը ասելու, խոսելու, տուր ինձ Աստծո երկյուղի հոգին, թող այդ հոգին իմ հետ գործի, նայեք այս ամեն բանը կատարում է Սուրբ Հոգին, ամեն, Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ իրոք այսօր եկեղեցին բաց է Սուրբ Հոգու համար, ես տեսնում եմ գրեթե յուրաքանչյուրս էլ բաց ենք Սուրբ Հոգու համար, յուրաքանչյուրս էլ ուզում ենք ընդունենք նրա օրհնությունները, յուրաքանչյուրս էլ ուզում ենք հասկանանք նրան, յուրաքանչյուրը ես գիտեմ այստեղ նստածներդ ուզում եք աճեք Սուրբ Հոգու մեջ, ուզում եք բարձրանաք Սուրբ Հոգու մեջ, ուզում եք պտուղներ բերեք Սուրբ Հոգու մեջ, ես հավատում եմ, որ յուրաքանչյուրդ ուզում են, բայց մի բան է մեզ պետք ունենալ սերտ, այսինքն մտերիմ շատ մոտ փոխհարաբերություն Սուրբ Հոգու հետ։ Գիտեք ինչքան հրաշալի է, երբ որ դու ծնկի ես գալու ասում ես, ես ուզում եմ քեզ ճանաչեմ Սուրբ Հոգի։ Ես ուզում եմ ճանաչեմ քեզ, որովհետև դու անծայրածիր Աստված ես, որովհետև Հիսուսն ասեց, որ հոգին չափով չի տրվում։ Նայեք, հոգին չափով չի տրվում։ Նա կարող է անընդհատ մեծանալ քո մեջ եւ մեծացնի քո հոգին։ Նա կարող է անընդհատ քո հավատքը բարձրացնել եւ բարձրություն բերի քո հավատքի մեջ Աստծո խոսքով։ Նա կարող է անընդհատ քեզ հայտնություններ տալ։ Նա կարող է քեզ անընդհատ քո հետ աշխատել եւ գործել, որովհետեւ հոգին չափ չունի։ Հասկանում եք։ Երբեմն մենք ասում ենք, երիտասարդ Գիտեք ես ինչ եմ արել երիտասարդ ժամանակները, գիտեք ինչի համար եք դուք դա ասում, որովհետև դուք ժամանակ եք գտնում փնտրել Սուրբ Հոգուն, որովհետև դուք դնում եք ձեր ժամանակի մեծամասնություններից Տիրոջ վրա, դուք աղոթք եք անում լեզուներով, շատ անգամ եւ շինություն էր Աստված տալիս ձեզ, Աստծո խոսքն ասում է, որ մենք փնտրություն ապրենք, ամեն, աղոթելով Սուրբ Հոգով, շինելու մեր անձերը սիրո մեջ, աղոթելով, լսեք ուշադիր, Սուրբ Հոգով, աղոթելով Սուրբ Հոգով, Սուրբ Հոգով աղոթելով մեր անձերը շինվում են սիրո մեջ, Գիտեք, երբեմն մարդիկ մտածում են, որ Սուրբ Հոգու պարգևը, այդ խոսակցության պարգևը լեզուներով, այլ լեզուներով, դա միայն այն ժամանակ է, երբ որ ես մլադենец էի, այ նենց էի աղոթում, բա հիմա ինչի չես աղոթում, այդ հոգիները շինություն են բերում քեզ, սիրո մեջ զորացնում են քեզ, այդ հոգիները չէ, այդ լեզուները, Երբեք մի անարգիր այն ինչը, որ Աստված տվել է, այդ դրա համար ասում է, հոգին մի հանգցրեք, լսում եք, հոգին կարող ենք հանգցնել մենք, հոգին ձեր մեջ մի հանգցրեք, ես խոսք ունեմ քո համար, ում մեջ որ Սուրբ այդ հոգին հանգած է, ես խոսք ունեմ քո համար, դու կարող ես այսօր վերականգնվել, նորոգվել, բարձրանալ, նորից ունենալ այլ կյանքը հոգու, որը որ դու ունեցել ես։ Շատերն ասում են, գիտեք ինչ ծոմերի կյանք եմ ունեցել, բա հիմա, Հիսուսն ասեց, որ հոգին չափով չի տալիս, Հիսուսն ասեց, որ ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, հիմա ինչ նախանգարում քեզ, մի տվեք տեղ ծույլությանը, տվեք տեղ մարմնին, մի տվեք տեղ այն բաներին ինչը որ քեզ բերում է հոգուց անջատել, հանգցնել հոգին, ամեն, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ես ուզում եմ, որ իրոք քո առաջնական կյանքի առաջի տեղը լինի հոգու փոխհարաբերությունը քո կյանքում, այդ ժամանակ դու հաջողակ կլինես, երբ որ Հիսուս Նավենի, հիշում եք Հիսուս Նավենին, Հեսուին, Մովսեսից հետո նա պետք է վերցներ այդ դիրքը, Եվ դա շատ դժվար դիրք էր, գիտեք,
Սեսն էր արդեն դրա մեջ օծված, բայց դեռ Հեսուն դրա մեջ օծված չէր։ Եվ դրա հետ միացված տարբեր մարդկանց տալիս է տարբեր օծություն, հասկացողություն, զորություն եւ այն տեսիլքով, որ Մովսեսն էր տանում Իսրայելի ժողովրդին, այն տեսիլքով, որ Մովսեսն էր տանում Իսրայելի ժողովրդին, այդ տեսիլքը չօգտագործեց Հեսուն։ Հեսուին մի ուրիշ ձեր տարավ Աստված, բայց նա ինչ ասեց։ Հեսուին ասեց, որ դու պետք է եկեք ես մի հատ կարդամ այդ տեղը։ Հեսուի գիրքը։ Ուրեմն նայեք Աստված ինչ է ասում։ Այս օրենքի գիրքը, սա լավ էր։ Քո բերանից չհեռանա, նայեք, Հեսուին սովորեցնում է հոգով առաջնորդվել։ Այս օրենքի գիրքը ասում է Հեսուին, թող քո բերանից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ նրա վրա մտածես, որ պահես եւ կատարես բոլոր նրա մեջի գրվածքի պես, որովհետեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես։ Ով ուզում ստեղ հաջող ճանապարհներ ունենա իր կյանքում, ամուսնության մեջ, ֆինանսների մեջ, մի հատ հələ սաղը ձեր բարձրացեք, գիտեմ որ բոլորդ էլ ուզում եք։ Ահա, ուզում ենք, ես էլ եմ ուզում, Տեր։ Բոլորս ուզում ենք, ստեղ տենց մարդ չկա, չեմ հավատում, որ մեկը ձեր կբարձրացնի, կասի, ես չեմ ուզում հաջողակ լինեմ։ Ինաչե դու ստեղ նստած չէիր լինի։ Ուզում ենք, չէ, հաջողակ լինենք։ Լսում եք Հեսուին ինչ է ասում։ Գիշեր ու ցերեկ, այսինքն ամեն օր։ Այս օրենքների գիրքը, то есть Աստծո խոսքը քո աչքերի առջևից չհեռանա։ Նայեք հաջողության գաղտնիքը մեր։ Եվ հետո ասում է, որ խորհես դրա մասին, մտածես դրա մասին, ինչի համար, որ Սուրբ Հոգին քեզ հայտնություններ տա ու խոսա քո հետ։ Այդ ժամանակ ասում է դու հաջողակ կլնես, որովհետև Հեսուն պետքա մի քանի միլիոն մարդ առաջնորդեր։ Պատկերացեք ինչ դժվար հանձնարարություն էր ծառայող մարդու վրա։ Աստված չեկավ ասեց, Հեսու ես քեզ զորացնում եմ, Հեսու ես քեզ գիտես ինչքան օրհնություններ եմ տալու քո կյանքում, Հեսու գիտես ես քո հետ եմ, չվախենաս, միասին ենք անցնում, նա ասեց լսի, ուզում ես հաջողակ լինես, ու այդքանի միլիոն մարդկանց կարողանաս ղեկավարես իմաստությամբ, Աստծո հոգով, սիրով, օծությունով, ուրեմն լսի ինչ եմ ասում քեզ, այս օրենքի գիրքը թող քո աչքերից չհեռանա, այլ գիշեր ու ցերեկ դրա վրա խորհես։ Այդ անելով ասում է դու կլնես հաջողակ եւ չես զարուրի եւ ես ասում եմ քո հետ կլինեմ։ Ամեն։ Որովհետեւ Աստված իր խոսքի ետևը կանգնած է։ Սուրբ Հոգին քո մեջ բնակվում է նրա համար, որ Աստծո խոսքը կատարի քո կյանքում, որ քեզ օգնի, որ դու կատարես Աստծո խոսքը, Եզիկելի բերանով ասածով, որպիսի այն հոգին, որ դնում են, որ իմ դատաստանները, օրենքները, կամքը կատարեք Սուրբ Հոգու միջոցով։ Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, իրոք Տերը սիրում է ձեզ, ուզում է, որ ձեզ նորոգի Սուրբ Հոգու խոնարհության մեջ, Սուրբ Հոգու երկրպագության մեջ։ Ես գիտեմ, շատերդ գնալու եք տուն, հավատում եմ, որովհետև մի օր ես տենց եմ արել։ Երբ որ քարոզիչը քարոզում էր, գնա, փնտրի Սուրբ Հոգուն, գնա, ծունկ դիր Սուրբ Հոգու առջև, գնա, ասա, որ սիրում եմ։ Ես արագ եկա տուն, ծնկի եկա ու ասեցի, ես քեզ ուզում եմ ճանաչեմ։ Նրա համար չէ, որ այդ քարոզիչն ասում էր միայն, նրա համար, որ դու կաս Աստվածաշնչի մեջ, նրա համար, որ դու իմ մեջ ապրում ես, նրա համար, որ դու բնակվում ես իմ մեջ, նրա համար, որ Հիսուսն ասեց, որ դու իմ օգնականն ես, մխիթարիչն ես, իմ Տերն ես, իմ Աստվածն ես, որ դու բնակվում ես իմ տաճարում, ես ուզում եմ քեզ ճանաչել։ Ես ուզում եմ Սուրբ Հոգի քեզ ճանաչեմ։ Ու դու այսօր էդի անելու ես, ես հավատում եմ։ Գնալու ես տուն, ու դու ծնկի ես գալու, ասել ես Սուրբ Հոգի սիրելի, ես ուզում եմ, որ դու հանգչես իմ վրա, չնայած դու իմ մեջ ես ապրում, ես ուզում եմ մտնեմ քո ներկայության մեջ, ես ուզում եմ ճանաչեմ Տիրոջը քեզանով, ես ուզում եմ Հայր Աստծո սերը ճաշակեմ քեզանով, ես ուզում եմ Տիրոջ շնորհքը հասկանամ քեզանով, ես ուզում եմ, որ բացեմ իմ Աստվածաշունչը, եւ դու ասես ահա ես քո Սուրբ Հոգին, որը որ իջել եմ հավիտյան բնակվելու եւ ապրելու քո մեջ։
Ամեն։ Հավիտյան։ Գիտեք, ես իմ երկերի մեծամասնությունը, եթե դուք ուշադրություն դարձրել եք Սուրբ Հոգու մասին եմ գրել։ Ես շատ սիրել եմ, ես մի փոքր իմ պրակտիկայից կյանքի, շատ։ Ես իմ ամբողջ կյանքի գաղտնիքները վստահել եմ Սուրբ Հոգուն։ Ես միշտ ասել եմ, որ Սուրբ Հոգի մոտ չի ստացվում սա։ Ես փորձում եմ մի անգամ, երկու անգամ, 10 անգամ, բայց գիտեք ինչ, Սուրբ Հոգին տվել է շատ անգամ հաղթանակներ ինձ, որովհետև ես դիմել եմ իրան, որովհետև ես ասել եմ, ես գիտեմ, որ դու ուժ ունես ինձ օգնելու։ Ես գիտեմ, որ դու կարող ես, ոնց որ Պողոսն էր ասում, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Ես ուզում եմ իմ կյանքում քեզանով տեսնել։ Այդ դու ես, ամեն բան կարող ես, մենակ չասես ես, խնդրում եմ։ Սուրբ Հոգին, ամեն բան կարող եմ, այդ դու ես, ինձ զորացնող Հիսուս Քրիստոսին, գիտեք ինչի ամեն բան կարաս, որտեղ Սուրբ Հոգին քո մեջ է ապրում։ Միայն այդ մի բանի պատճառով, որ դու ամեն բան կարող ես։ Սուրբ Հոգով ամեն ինչ կարող ես, քաջ հաղթող ասպետ ես։ Ամեն։